Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո իրավապահ մարմինները և իշխանական քարոզչամեքենան թեպետ փորձում են կատարվածը ներկայացնել որպես վենդետա, սակայն Փարաքարի նախկին համայնքապետ Գրիգորյանի հարազատների ու համագյուղացիների կողմից օրերս անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ հնչել են բազմաթիվ կարծիքներ, որ չեն հավատում վենդետայի վարկածին ու պնդում են, որ սպանությունը իշխանության ձեռքի գործն է։ Այս գործով հիշեցնենք երկու կալանավորված կա նախկին համայնքապետ ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Նարեկ Օհանյանը, որի եղբայրն այս տարվա փետրվարին սպանվել էր, երբ համայնքի ընտրություններից առաջ քաղաքական կրքերն այնքան էին շիկացել Ախտոյանների ու Գրիգորյանների միջև, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ռազմորկային ներգրավվել էին տասնյակ անձինք, այդ թվում սպանված Վալոդիա Գրիգորյանի եղբայրը, որը սակայն քննությամբ վկայի կարգավիճակ ունի։ Իշխանական վարկածն այն է, որ սպանության պատվիրատուն Նարեկ Օհանյանն է, որը իբր եղբոր վրեժն է լուծել, իսկ կատարողը մեկ այլ ձերբակալված Գևորգ Հարությունյանը, նրանց ընկերը։ Սակայն արդեն հայտնի տեղեկություն է, որ Մհեր Ախտոյանը դեպքից 10 օր առաջ հեռացել է Հայաստանից ու մինչ օրս չի վերադարձել, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Իդեպ Ախտոյանը ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմն է, մենք հրապարակել էինք նրանց համատեղ լուսանկարը, որում նաև քրեական հեղինակություն Չաղ Ռուստամն էր։ Գրում է հրապարակ.am-ը, ավելին տեղեկացանք, որ իշխանություններին հայտնի է, թե որտեղ է Մհեր Ախտոյանը, ասել են, որ նա Մոլդովայում է։ Իշխանություններն այդ մասին իմացել են առաջին իսկ օրվանից, բայց տարօրինակ կերպով քայլեր չեն ձեռնարկել գլխավոր կասկածյալին Հայաստան վերադարձնելու համար։ Իրավապահ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշանի բանտում բռնության են ենթարկել։ Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշանի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի կարանտինից հանել տարել են ընդհանուր խուց, նրան խցում բռնության են ենթարկել։ Արդյունքում քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տարել են մենախուց։ Արմլուրեյը դիմել է քրեակատարողական ծառայություն հասկանալու համար, թե ինչ է կատարվել։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։ Հավելենք նաև, որ Մերձավանի աղմկահարույց դեպքերից հետո մի քանի սկանդալային բացահայտումներ են եղել։ Իրավապահները վերծանել են Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսային նամակագրություններն ու պարզել, որ վերջինս իր ամուսնու եղբոր հետ սիրային կապի մեջ է եղել։ Այս պատմությունը կարծես թե մի քանի օր է համացանցի քննարկման թիվ 1 թեման է դարձել։ Օրեր առաջ ներկայացրել էինք մենք ձեզ նաև, թե ինչպես է Վալոդիա Գրիգորյանի մայրը իր որդու Շիրիմի մոտ խոսում, լաց լինում և մեղադրում այն մարդկանց, ովքեր իր որդու հանդեպ նման կերպ են վարվել։ Տիկին Մարինեի միակ հույսն այն է, որ Աստված կպատժի մեղավորներին և ինքը կապրի այնքան, որ տեսնի, թե ինչպես են պատժվում իր որդու սպանության մեղավորները։ Նշենք նաև, որ ավելի վաղ հրապարակումներով ներկայացրել էինք Մերձավանի աղմկահարույց դեպքը, այն է Ախտոյանների ընտանիքի սկանդալային իրադարձությունները։ Ավելի վաղ հրապարակել էինք այս սկանդալային պատմության մանրամասները։ Ինչպես նշեցինք, իրավապահները վերծանել են Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսային նամակագրություններն ու պարզել, որ վերջինս սիրային հարաբերությունների մեջ է Մհեր Ախտոյանի հետ։ Այս նորությունը շոկային էր համացանցի օգտատերերի համար, մարդիկ քննարկում էին, քննադատում և զարմանում, թե ինչպես կարելի է հայկական ընտանիքում նման դեպք գրանցել։ Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք։ Մենք ներկայացրել էինք նաև Գոհար Գալստյանի լուսանկարները, ով աշխատում է Մերձավանի դպրոցում։ Նա ուսուցչի է փոխարինում։ Այս օրերին Մերձավանում մեծ աղմուկ է բարձրացրել նաև Գոհար Գալստյանի դասավանդումը այնտեղ։ Մերձավանցիները հրաժարվում են, որ իրենց երեխաներին դասավանդի այս կինը։ Օրեր առաջ գյուղի բնակիչները հավաքվել էին դպրոցի բակում և թույլ չէին տալիս, որպեսզի նա մուտք գործի դպրոց։ Նրանց խոսքով, իրենք դպրոց երեխա են ուղարկում, որպեսզի երեխան կրթված դուրս գա, իսկ այս դեպքում ինչ կարելի է սպասել։ Նշենք նաև, որ նեղ շրջանակներում նշվում է, որ հաղորդագրությունները սեռական բնույթի հաղորդագրություններ են եղել։ Թե իսկ թե երբ դրանք ի ցույց կդրվի հանրությանը կամ կողմերից որևէ մեկը երբ հանդես կգա հերքումով կամ հաստատումով, դժվար է ասել։ Մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը սպանությունից դեռ 10 օր առաջ լքել է երկիրը, թե երբ նրան կբերեն Հայաստան հայտնի չէ, իրավապահները այս առումով դեռևս որևէ գործ չեն ձեռնարկել։
Նշենք նաև, որ համացանցում այս օրերին տարածվում էր Մհեր Ախտոյանի մասնակցությամբ այն լուսանկարը, որտեղ նա ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ էր։ Հայկ Սարգսյանը հանդես էր եկել խոսքով նշելով, որ մտերիմ հարաբերությունների մեջ չի եղել Մհեր Ախտոյանի հետ, պարզապես ինչ-որ միջոցառման ժամանակ հանդիպել են։ Մակարյան Նյուզի տեղեկություններով երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում։ Ծեծկռտուքի մասնակից մի կողմը եղել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մերձավորները, մյուս կողմը նախկին գյուղապետ և ԿՊԱ-կան Մհեր Ախտոյանի կողմնակիցները, երկու կողմն էլ երիտասարդներ։ Ասացին գյուղամիջում հանդիպել են, որոշ հաշիվներ պարզել, հասցրել են իրար ծեծել, անգամ քարերով և այլ առարկաներով վնասել են Ախտոյանի կողմնակիցների մեքենաները, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել միջադեպը, որ արյունալի ընթացք չստանա։ Ծեծկռտուքի մասնակիցների մի մասը փախուստի է դիմել, ասացին Վալոդյա Գրիգորյանի մերձավոր անձինք հիմնականում, բայց շուտով հնարավոր է հայտնվեն և հանձնվեն։ Հավանաբար բացատրական աշխատանքներ են տարվել իրավապահների կողմից։ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը, որ վիճաբանություն է եղել նշված անձանց կողմնակիցների միջև, որը ոստիկանությունը կարողացել է կանխել։ Նշենք, որ Մհեր Ախտոյանը տևական ժամանակ է երկրում չէ, նա դեռ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության օպերծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունից առաջ էր հասցրել լքել երկիրը, Մոլդովայում է ու դժվար էր վերադառնա Հայաստան։ Գիշերվա միջադեպն էլ կապված է Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ, ըստ էության վենդետայի շարունակությունն է, քանզի երկու թևերի միջև այս սպանությունից հետո էլ ավելի խորացել է թշնամանքը։ Լուրը եղել է Փարաքարում, խոսել է Վալոդյա Գրիգորյանի մոր Մարինե Գրիգորյանի հետ։ Վերջինս խոսել է մեղավոր ճանաչվածների մասին, նշելով, որ չէր ցանկանա, որ նրանք որևէ կապ ունենային այդ ամենի հետ, քանի որ իրենք էլ եթե լինեն բերդում, միևնույն է, լավ կյանք չեն ապրելու, թող իր թշնամին անգամ բերդում կյանք չունենա, սակայն ինչպես տիկին Մարինեն է նշել, իր որդու կյանքից թանկ որևէ բան չկա, սակայն այսօր իր որդին այլևս իր հետ չէ։ Տիկին Մարինեի խոսքով ինքը սպասում է, որ լինի արդար քննություն։ Վերջինս նշել է, որ իր որդու սպանության մեջ եղել են պատվիրատուներ։ Մարինե Գրիգորյանի խոսքով Փարաքարի համայնքապետ դառնալուց հետո իր որդու հաղթանակը այդպես էլ չեն մարսել։ Իշխանությունների ոտքերի տակ պարողներ կային, ովքեր կուլ չտվեցին իմ որդու հաղթանակը։ Դա մի մեծ ոսկոր էր, որը կանգնած էր նրանց կոկորդին, նշել է Մարինե Գրիգորյանը։ Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար, որովհետև գիտեին, թե իմ տղան իր կյանքից ինչ է ուզում։ Իմ տղան տարիներ շարունակ այս կուսակցությունից այն կուսակցություն չի անցել։ Իմ տղան սկզբունքային էր և հենց դրա համար էլ սպանեցին նրան։ Տիկին Գրիգորյանի խոսքով սա հրահանգն է Փարաքարի նախկին համայնքապետ Ախտոյանի։ Վերջինս դեպքից 10 օր առաջ երկրից դուրս է եկել, հրահանգ է տվել այս սպանությունը կազմակերպելու համար։ Տիկին Մարինեի խոսքով նա տարիներ շարունակ երկիրը չի լքել և միայն այս դեպքից 10 օր առաջ որոշել է հեռանալ։ Հավելենք նաև, որ այսօր ներկայացրել էինք նաև փետրվարի 5-ին սպանության մեջ կասկածվող Արմեն Ղազարյանի մոր Ռուզաննա Ղազարյանի հարցազրույցից հատվածներ։ Արմեն Ղազարյանը տեսանյութային երիտասարդն է, որի ձեռքում կա ինքնաձիգ բոլորին հայտնի ավտոմատը։ Նա արդեն 8 ամիս է կալանավորված է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:50-ին Փարաքարի իր կիսակառույց տան բակում սպանվել են համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկեր ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել է։ Արմեն Ղազարյանի մայրը սկզբում հրաժարվեց մեկնաբանություն տալուց, այնուհետև խոսեց։ Նա նշում է, որ իր տղան չի մարդասպանը։ Եթե լինի ճիշտ քննություն, ապա իրավապահ մարմինները կգտնեն, թե ով է իրականում եղել այդ օրվա մարդասպանը։ Տիկին Ռուզաննայի խոսքով պետք է օբյեկտիվ լինել, որպեսզի նման դեպքերը կանխվեն։ Նա նշել է, որ պետք է յուրաքանչյուրը պատժվի, այդ թվում իր որդին, ով զենք է խլել, բայց իր որդին մարդասպան չէ, նա չի կրակել։ Այսօր ամեն ինչ բարդվում է իր որդու վրա, այսօր կալանավորված է միայն իր որդին, փետրվարի 5-ի գործով։ Տիկին Ռուզաննայի խոսքով իրավապահ մարմինների բաց թողման արդյունքում է, որ կրկին կրակոցներ են հնչել Մերձավանում։ Նա նշում է, որ իր որդին այս պահին կալանավորված է և նա անմեղ է։ Նա պարզապես ներկա է գտնվել այդ օրը, սակայն ինքը մեղավոր չէ և ամեն ինչ բարդվում է իր որդու վրա։